Հələ փորձեմ տեսնեմ կստացվի։ Միակ ձեզ կարգի հրավիրեք։ Ընդհանրապես ձեզ ցուցամատը ձեզ պահեք եւ նշանակեք այս նշանակության։ Ինչ է նշանակում падգամավորը հաստա իրեն ցուցամատով մատ թափ տակ։ Սա իր երկրի բարձրագույն օրենսդիր իշխանությունն է։ Եթե շարունակեք ձեզ այդպես պահեք, ես ձեզ խոստանում եմ, որ ամեն անգամ այստեղ գալուց հետո հոգեբանի օգնության կարիք եք ունենալու։ Մի հատ էլ իսկ падգամավորին ասում է իրավաբանությունը գիտես ինչ է ասում, անկախ դրանից դու դա հասկանում ես, չես հասկանում, անուն ազգանուն։ Ես ձեր նմաններին հասկանալու տեսության եւ պրակտիկա կարող եմ դասավանդել։ Սա հաշվի առեք։ Եթե հասկացաք իմ ասածը շատ լավ, եթե չհասկացաք, ուրեմն խորացված դասընթացների անհրաժեշտություն ունեք։ Չէ, չստացվեց, պարոն Ղազարե։ Մեջ բերում է ազգային ժողովի падգամավոր Նիկոլ Փաշինյանի 2015 թվականի հունիսի 8-ի ելույթից էր։ Արզում է, որ այդ ժամանակ նա լինելով ընդամենը Իջևանի թիվ 1 դպրոցի շրջանավարտ բավարար պատկերացում ուներ ազգային ժողովի, նրա նշանակության, падգամավորի կարգավիճակի, այս ամբիոնից ազգային ժողով եկած ցանկացած հյուրի կարգավիճակի մասին։ Փաստորեն ամեն ինչ շարքից դուրս է եկել, կրթվել է նորաձև է ծրագրին մասնակցությունից եւ կառավարման ակադեմիայում վերապատրաստման դասընթացների անցնելուց հետո դրանով իսկ նսեմացնելով կառավարման ակադեմիայի խորհրդի նախագահի բազմամյա դասախոսի հեղինակությունը։ Իսկ եկել է վարչապետը, որ հələ պարզ չի, ինքը երկրորդ անգամ ստեղ գալու հնարավորություն պիտի ունենա, թե չէ, որովհետև այդ պահին դեռ կառավարության ծրագրին հավանություն չէր արժանացել, իսկ հավանություն չարժանացնել նշանակում է հեռացնել վարչապետին զբաղեցած պաշտոնը։ Ինքը արդեն որոշում է հաջորդ գալուց ով պիտի դահլիճում լինի, ով պիտի միջանցքում լինի, զարմանալի է միջանցքում, այլ ոչ թե ճաշարանում։ Հրահանգներ է տալի, ասում է, ասել եմ կզսնելու եմ, ուրեմն կզսնելու եմ։ Ես զարմանում եմ, ասեք մարդու փորը ինչքան պետք է ցավա, որ այդ ժամանակ դիտողություն չանի։ Եվ ասի չի կարելի հյուր ազգային ժողովում, ազգային ժողովի ամբիոնից նման խոսույթ առհասարակ հնչեցնել։ Պատգամավորների նկատմամբ հարգալից է պետք խոսել, այլ ոչ թե պետք է այստեղից պատգամավորներին, նրա ընտանիքի անդամներին ձերբակալության ապօրինությունների ցուցումներ տալ։ Ընդ որում հաջորդ օրը Մեհրիբան Ալիևի ծննդյան օրը ցուցումները, երբ որ այդ օրը Բերձորը հանձնվել է Ադրբեջանին 2022 թվականին, ցուցումներ տալ ազատազրկելու ազատության մեջ գտնվող Արցախի միակ նախագահային, քննչական կոմիտե հրավիրելու նախկին նախագահներին, որոնք իրենց վաստակն են ունեցել եւ Արցախի հերոսի կոչմանն են արժանացել։ Ես մի բան ասեմ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով կա անջատված մաս, որով վարույթը շարունակվում է։ Եվ այդ վարույթում մեղադրյալի կարգավիճակ ունեն Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, մեղադրյալի կարգավիճակ ունի Վազգեն Սարգսյանը, Մոնթե Մելքոնյանը, Արցախյան ազատամարտում իրենց նշանակալի դերակատարում ունեցած բազմաթիվ գործիչներ։ Եվ ոչ միայն նրանք, բարձում է մեզանից բոլորը, որովհետև հեռուստահաղորդավարուհի Լուլուն, նույն ինքը Լուսինե Բադալյանը, որը ժամանակին այցելել էր Արցախ հայրենասիրական։ Ներողություն, մի վայրկյան, պարոն Ղազարյան, ձեզ նախազգուշացում, ես չեմ կարծում, որ դուք բավարար մտերիմ հարաբերություններ ունեք Տիկին Բադալյանի հետ, որ նրան ստեղից անվանեք Լուլու։ Ձեզ Էդո ոչ մեկ ստեղ չի անվանում, շարունակեք ձեր ելույթը եւ այլևս նման բառամթեք չօգտագործեք։ Դիտողությունը տեղին չէ, Տիկին Բադալյանի։ Դիտողությունը տեղի է, շարունակեք ձեր ելույթը։ Դա իր ստեղծագործական գործունեության Մենք հիմա Տիկին Բադալյանի ստեղծագործական աշխատանքի շրջանակներում չեք, շարունակեք ձեր ելույթը։ Ընտրում եմ վերականգնեք իմ ժամանակը։ Երբ որ նա այցելում էր Արցախ եւ ոչ միայն նա, ես տեսել եմ Facebook-ում այլ падգամավորի լուսանկարը սիրելի Արցախից այլ падգամավորների հետ։ Իսկ դու գիտեք ինչի համար է մեղադրվում Ռուբեն Բաբայանը։ Դա
մեր Վարդանյանը, ներողություն, ինձ ընդհատելու հետևանքներն է դա։ Ադրբեջանի սահմանը ապօրինի հատելու համար։ Խանգարում են ինձ։ Կլինի, մի խանգարեք պարոն Ղազարյանին։ Շարունակեք։ Ադրբեջանի սահմանը ապօրինի հատելու համար։ Գիտեք ինչի համար է մեղադրվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Արցախի պաշտպանության բանակը որպես ապօրինի ռազմական ահաբեկչական կառույց ստեղծելու եւ ղեկավարելու համար։ Որ մեկից չի վերաբերվում այդ մեղադրանքները։ Նիկոլ Փաշինյանին չի վերաբերվում այդ մեղադրանքները։ Պարզվում է, որ վերաբերվում է։ Եվ միգուցե ինքը ազատություն է ստացել Ադրբեջանի գլխավոր դատախազից այլ գործողությունների համար, որովհետև մենք այդպես էլ չգիտենք, թե Ստամբուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից անմիջապես հետո եւ Վաշինգտոն գնալուց առաջ Աբու Դաբիում Իլհամ Ալիևի հետ 5 ժամանոց առանձնազրույցը ինչի մասին ա եղել, որովհետև նույնիսկ հայ պաշտոնյաներ այդ հանդիպանը չեն մասնակցել։ Ես մասնակցել եմ։ 5 ժամանոց հանդիպանը չեք մասնակցել, դուք ընդլայնված կազմել, ուստի չգիտեք թե ինչին եք մասնակցել։ Իմ տեղեկացվածությունը ավելի շատ է նույնիսկ ձեր գործունեության մասին։ Իսկ թե ինչ ա եղել հանդիպման բովանդակությունը, դա արդեն գաղտնազերծված է։ Դա արտացոլված է կառավարության այն գործունեության ծրագրում, որին որ դուք միասնաբար կողմ եք քվեարկել։ Անտեղի ձեր վրա վերցնելով մի պատասխանատվություն, որի հետևանքների մասին կարծում եմ դեռ պետք է երկար մտածել։ Ինչ վերաբերվում է մեր կոնկրետ, ես իհարկե այս թեմայով դեռ կարծում եմ բավարար ժամանակ կունենամ առանձին դետալային խոսելու։ Ինչ վերաբերվում է կոնկրետ մեր հանձնաժողովի իրավասության ոլորտին։ Մենք այստեղից լսեցինք Թախծոտ գյուղապետի պատմությունը։ Ինչի մասին էր այդ պատմությունը, որ գյուղապետը ընտրական գործընթացում հանդիպել է բազմաթիվ ապօրինությունների, ընտրակաշառքի դեպքի, վարչական ռեսուրսի չարաշահման դեպքի, անարդարությունների, որոնք տեղի են ունեցել մինչև 18 թվականը։ Եվ ինչ էր տեղի ունեցել այդ գյուղապետի ընտրության արդյունքում։ Նա ընտրվել էր գյուղապետ։ Եվ եթե այդ ժամանակահատվածում եղել են անարդարություններ, եղել են ընտրակեղծիքներ, չարաշահումներ, ապա ով էր դրա պատասխանատուն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Ով էր գլխավորում կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Տիգրան Մուկուչյանը։ Իսկ երբ որ արդեն Թախծոտ գյուղապետը դարձել էր երջանիկ մարզպետ եւ տնօրինում էր 40,000 հեկտար ոռոգելի այգիներ, այդ ժամանակ նույն Տիգրան Մուկուչյանը իրենց քաղաքական ուժի համար կազմակերպում էր 2018 թվականի Երևանի ավականու արտահերթ ընտրությունները, 2018 թվականի ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, 2020 թվականի ձախողած հանրաքվեներ նախապատրաստում կազմակերպել, 2021 թվականի ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, 2022 թվականի տեղական ընտրությունները։ Տիգրան Մուկուչյանը մի հրաշքով վերածվել էր հրաշագործ դեմոկրատական ընտրություններ կազմակերպողի։ Իսկ Տիգրան Մուկուչյանի հանձնաժողովի քարտուղարը, որը ժամանակին առաջադրվել եւ ընտրվել էր հանրապետական կուսակցության կողմից, Արմեն Սմբատյանը, 2025 թվականին քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից առաջադրվում եւ ընտրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ եւ դառնում հանձնաժողովի քարտուղար։ Ամեն ինչ ընկավ իր տեղը։ Հիմա արդեն ընտրությունները ժողովրդավարական սկզբունքներով են կազմակերպվում։ Ուղղակի ի տարբերություն Թախծոտ գյուղապետին այնքան երջանիկ է, որ ընտրություններից հետո չի գնդակահարվել։ Ինչպես դա եղել է Փարաքարի պարագայում։ Նա այնքան երջանիկ է, որ ընտրություններից հետո չի ձերբակալվել, ինչպես եղել է գրեթե բոլոր այլ պարագաներում։ Իսկ մինչև 18 թիվը շատ են եղել ընտրություններ, որտեղ ընդդիմադիր ուժերն են հաղթել։ Ես մարզպետ եմ եղել, իմ պաշտոնավարման շրջանում Եղեգնաձորի քաղաքապետ ընտրվել է ընդդիմադիր գործիչը, որի աջակիցը նաև պարոն Բագրատյանն էր։ Եվ նա մինչև հիմա Եղեգնաձորի քաղաքապետն է, որը հաղթել է նաև ՔՊ-ի տեխնացուներին, բայց մի տարբերությամբ, որ անցնում է բազմաթիվ քրեական գործերով։ Այդպիսի հետապնդումներով, այդպիսի ապօրինություններով ձեզ չի հաջողվելու առաջ գնալ։ Դրա համար ենք մենք այստեղ։ Խափանվելու է Ալիևի բոլոր ծրագրերը։ Մենք թույլ չենք տալու համարակալել մեր երկիրը 3-ի, 3 դրոպ 1-ի, 4-ի, 4-ից հանած 3-ի։ Մենք ունենք մեկ պետություն, որի անունն է Հայաստանի Հանրապետություն։
Մենակ Ֆարմանյանը ծափնվեց, հա։ Իմացեք ով է ձեր բարեկամը, պարոն Ղազարյան։